Սիրելի հետևորդներ, բարի լույս ողջույններ բոլորիդ Վայք քաղաքից։ Եղանակը ցրտեց, անձրևը նույնիսկ եկել, ոնց որ թե գալիս է, բայց մի քիչ դադարեց, նես ցուրտա, ոյ գրել էիք նոզո, միշտապի, մեզ մոտ ձյուն է փրթում, ձյուն է գալիս, դու դաշտ ես գնացել, գարուն է, Ոյ, հեն պարվի ու լերի օրին ընգա, հեն որ ուրախանում է ու պարավին խեղտում է, չէ, քամին։ Հիմա իմն է, նայեք, այս սարից, հենա մթնտել է, էսա փոթորիկը, ձյունը, հեղեղը գալու է, հաստատ ձյուն է գալու։ Հենա անձրևը ուժեղացավ, կաթիլների ձայնն եմ լսում, բայց այս ամենը չի խանգարում, որ թռչունները ճտպտան, երգեն, ուրախ են։ Ցրտեց։ Ես էլ անցնեմ ներս, իմ կոֆեն գնեմ։ Ինչպես միշտ առավոտ շուտ կոֆեն անպակաս է, կոֆե խմենք Աշոտի հետ, որ ես գնամ աշխատանքի։ Կրկին բարևներ ժողովուրդ ջան, դուք եք, ես մի հատ հավեսին կոֆե դրեք խմեք, ես եղանակը տան մնալու եղանակը, որ ոչ միտեղ չգնաց, ես անձրևը ձյունը բռնելու է, փոթորիկը սկսվելու է, հատ լավ սպաս էփեք, մնացեք տանը։ Հիմա կասեք, ով ինչ խորհուրդ է տալիս, ասեք, դե որ տենց է դու էլ մնա տանը էլի մի գնա, բայց չեն կարող չգնալ, ոչ մեկս էլ չեն կարող չգնալ։ Աշխատանքի պետք է ցրտին էլ գնաս, անձրևին էլ գնաս, անպածորին էլ գնաս, էտա։ Աշխատանքը մեր կմահաճույքներին, մեր սրտի ուզածին չի նայում, մեր պահանջներին չի նայում։ Եթե այդպես լիներ, կասենք լավ էլ չաշխատենք, թող նստենք, ասենց օդից գա, ընկնի ամեն ինչը։ Բայց մտածել եք երբևիցե, որ ամեն ինչ աշխարհում անվճար լիներ, ամեն ինչը անվճար լիներ, ու ինչ կլիներ այդ դեպքում։ Ռոցի աղջիկը գնա, հաջողություն, զոնթիկը վերցրել ես, վերց, անձրև ա գալու, վերց, ինչ է ասում, Լիլիթը եկավ ընդհատեց, ես ուշադիր լինեմ, ես ջազվեն էլ հեսա կոֆեն կլնի, ինքն իրան կթապի, ինչ է ասում են պատկերացնում եք իրելի հետևորդներ, որ ամեն ինչը անվճար լիներ ու ինչ ուզեիր գնայր վերցներ, ինչքան ուզեիր վերցներ ու ինչ կլիներ, մարդիկ դեպի ուր կգնային, ինչի կգնային, դեպի ծուլության, անհնարին բան եմ ասում, այդ ամենը ինչ որ վաճառվում է, մեկը պետք է աշխատեր, չէ ստեղծեր, երազանքներ են, որ մարդու երևակայական երազանքներն է, մտածում ես ես լինի, նես լինի ու ոչ մի բան էլ մեր սրտով, մեր ուզածով չի լինում, ինչ որ լինելու է կլինի, Աստված թող կատարի բոլորիս երազանքները, նպատակները, գոնե մի տոկոսը, հա, այդքան մեծ է Աստծո սերը, Աստծո կամքը, որ մի տոկոսն է կատարի, մենք շատ գոհ կլինենք, մանավանդ ես, ես կոֆեն էլ, Աշոտ ջան արի, կոֆեն էլ եղավ, նստենք մի հատ Աշոտի հետ խմենք, Ինչպես միշտ Լիլիթը պետք է շուտ գնա դպրոց, իր ժամից շուտ է, որ նայում է ժամը 8-ն է, Լիլիթը պիտի արդեն դպրոցում լինի, ասում եմ չի լինի, այդ դպրոցի դռներն էլ դու բացես, չի սիրում ուշանալ, և դա գիտեք ինչ շատ լավ բնավորություն է, պատասխանատվություն, ես էլ երբեք ինչ որ միտեղ գնում եմ, չեմ սիրում ուշանալ, սիրում եմ շուտ գնամ, սպասեմ, բայց ուշացած չմտնեմ ներս, լինի ծնողական ժողով, լինի հավաքույթ, լինի ինչ որ մի բան,
դա բնավորություն է։ Եվ ընտիր այս կոֆեն էլ բուրում է։ Գնացինք խմենք։ Աշոտարի, անես քեզ Աշոտ ջան։ Այս ցրտին պիտի եթաս գործի։ Բա ինչ անեն, գործը նորետ եմ խոսում, ցուրտ է հարցնում, շոկ է հարցնում, տաք է հարցնում, բայց բռնելու է այն, դոն սարից, ազատեկի սարից փոթորիկը գալիս է, դու էլ ասում էիր, դու էլ ասում էիր մամա հողամաս գնալու հավես ունեմ, էլ ինչ հողամաս, հեսա ձունը կդնի, Այնտենց է կոֆե դնել չսովորար։ Ինչի, ինչա։ Ջուր խմեմ։ Հա, թունդումն է, պետք շատ թունդել պետք չի։ Նորմալ է, այսպես կոֆե եմ դրել մի բողոքի այդտեղ։ Դու ինչ ես շուտ արթնացել։ Ուշ եմ արտանում խոսում ես, ուշ եմ արտանում խոսում ես։ Շուտ եմ արթնանում խոսում ես։ Զոնտիկ վերցեց, չթրջվի։ Այսօր գործանելու եղանակ չի։ Քնելու եղանակ։ Ոյ։ Բան չմնացա մի այսքանը մնացե, որ գարունը գա։ Այսքան։ Գարունը գալիս է ինչ։ Մի ծաղկով գարուն չի գա։ Բա պետք է ծաղկեն բոլոր ծաղիկները։ Օրերը պիտի տաքանա, կանաչի, թռչունները դուրս գան, սողունները դուրս գան եւ գարունը կգա։ Իմ ծովելուն այսքան չեք սպասի, այսքան դու գարունն ես սպասում։ Էլի սկսար բոցերը այդտեղա կատակներդ։ Ինչ եփեմ այսօր։ Ինչ եփել այսօր։ Այս հարցը տանջում է բոլորիս։ Ինչ եփեմ։ Բորշ։ Չփծրեց։ Փլա։ Պյուրե։ Այն բաներն ասում, որ 5 րոպե ասա։ Խաշ։ Այսօր արի գնանք ռեստորանում սնվենք։ Կլինի։ Չէ։ Դու այդ ռեստորանի փողը դուրից ես իմ գլուխը կպայեմ։ Այսօր որոշել եմ, բան չեփեմ, սիրելի հետևորդներ, տեսնեմ ինչքան գումար է գնում ուտելիքի վրա, գումարը տամ, ինչ ուզում են թող այսօր իրենք առնեն ուտել, բայց ինձանից չասեք մամա, հաց դիր, մամա սոված ենք։ Գումարը տալիս եմ, մի օրվա մեջ տեղավորվենք։ Արժ չկա։ Հա, 1000 դրամ։ Ինչ։ 1000 դրամով սկի մի կես ժամ չեմ ապրի։ 1000 դրամով մարդ կարող է մի օր սնվել։ Ոնց։ Ոնց։ Հեսա, ես կգամ, սիրելի հետևորդներ, ես աշխատանքից կգամ, 1000 դրամ կվերցնեմ ու կգնամ խանութ։ Դու դիետայի վրա ես։ Ու կգնամ խանութ, 1000 դրամի գնումներ կկատարեմ, կբերեմ այսօրվա մեր ուտելիքը կպատրաստեմ, տեսնենք տեղավորվում ենք այդ 1000 դրամի մեջ։ Ինչ պիտի հա։ Ես կառնեմ, ինչ որ պետք է։ Մի հատ հացը 1000 դրամ է, բա հետո։ Հացն չէ 1000 դրամ։ 1000 դրամով պետք է այսօր մենք տեղավորվենք։ Դա լավ թեմա է վլոգ նկարելու։ Ուրեմն պայմանավորվեցին, գնում եմ գործի գամ ու 1000 դրամով պետք է գնումներ կատարեմ, մտնեմ տուն։ Դե ես էլ պիտի ապնես։ Ինչ որ պետք է կանեմ։ Ուտելու բան եմ սարքելու։ Ինչ։ Չգիտեմ։ Այսօր ինչ կեփեմ, սուսպուս կուտեք, օրվա 1000 դրամով էլ պետք է խմարազիլքի խոտերից է չսարքել։ Չէ, ոչ մի բան, 1000 դրամով գնում պետք է անեմ, գամ բան սարքեմ։ Ահա դու կերար, բա ես։ Բոլորով ուտեք։ Լավ կոֆեն խմա։ Էլի գնա գործի, էլի։ Ես գնացի, սիրելի հետևորդներ ջան, դուք է գնացեք ձեր գործին, հետո կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, ինչ որոշեցի, այն որ ասում վզովս ընկավ, պետք է ես այսօր փորձեմ, տեսնեմ 1000 դրամով։ Կարող ենք սնվել,
Իհարկե տանը մնացել ենք Աշոտը, Լիլիթը, ես, Մերին ամուսինս գործի են, տեսնենք 1000 դրամով մենք այսօր կսնվենք նորմալ, ինձ թվում է այո, և պետք է տանից ոչինչ չդնեմ, գյուղ կա, կարտոֆիլ կա, կարագ կա, բայց ես այդ խանութից պետք է ինչ-որ ճաշեփելու համար ամեն ինչը պետք է գնեմ, 1000 դրամով սնվելու ենք, շուտ, չգիտեմ ինչ պետք է էփեմ, ուտեմ, սուսուփուս պետք է ուտեմ, այդպես, դե լավ, պատրաստվեմ, չուշանամ, մի 2 բաժակ կա դրանք էլ կլավանամ, ես ձեզ բոլորից շատ սիրում եմ ու գնացի։ Սիրելի հետևորդներ, ահա այն ժամն է, որ ես աշխատանքից վերադառնում եմ տուն։ Եկա թրջված այստեղ։ Էս ինչ ձյուն ա գալի, մի հատ նայեք։ Ոյ, սենց որ եկավ, ահա որ դնելու է։ Մեծ խոշոր փաթիլներով հանդարտ իջնում ա ձյունը։ Ես էլ անցնեմ տուն իմ տան գործերով։ Սիրելի հետևորդներ, հիմա էլ ուրախանում եմ, որ ձյուն ա գալիս։ Հիմա կասեք էս աղջիկը խելք գցել ա, ինչ ես ուրախանում, որ ձյուն ա գալի, որովհետև գարունը մոտ է, սիրելի հետևորդներ, այս ձյունն էլ բնությանը, բանջարներին օգուտ ա։ Այս երկար չի մնա։ Մի հատ կհալվի, ամբողջ դարդաշտը կջրվի։ Ինձ սիրուն ա, բայց ձմռանը սենց լավ ձյուն չի եկել, գեղեցիկ, մեծ փաթիլներով, ձեռքս էլ պարզեմ, տեսնեմ կընկնի ձեռքիս վրա։ Չեք գալիս, խռովել եք, Հանրապետության ողջ տարածքով, բոլոր մարզերով ձյուն ա գալիս, այսպես հիասքանչ, հիանալի ձյուն, գեղեցիկ ձյուն, սպիտակ ձյուն, զգույշ իջի դաշտերին, ծաղիկները մտել ենք ում, մեներան ծանկողին, կատուն, ճիշտն ասած, ված ենք ահավոր, բայց ես ինչ էի որոշել, մինչև գործի գնալը, որ 1000 դրամ պետք է վերցնեմ, գնամ խանութ, ուտելիք առնեմ ու այդ օրը մենք սնվենք 1000 դրամով, Աշոտն ճփցրեց, որովհետև ինչի ճփցրիր Աշոտ, որովհետև ոչ մի տեղ չես հետա։ Մտածում ա ինքը սոված կմնա։ Չէ, մտածում եմ էդ ինչ պետք է առնես 1000 դրամին։ Ես կառնեմ, դուք կտեսնեք ու կսնվեք։ Լավ, այս մի անգամվա ուտելը հետ, բայց ես գնալու եմ առնեմ, ուղղակի որ իջա շենքի մոտ, այն ինչ հեղեղ է, այն ինչ ձուն, այն ինչ շլոփա, որ հազիվ սենց ջուր մտա ներս։ Ուրեմն հիմա ինչ եմ պատրաստում, պամիդորով ձվածեղ եմ պատրաստում, դուրնա, կաղայն թրջված Լիլիթն ա։ Դուրը չէր, ականջներս արդեն ձեն ա տալի, լավ նշան չի։ Տեսնում ես էյան գալիս ես չեմ։ Բպտի հետևիցս գաս։ Յուղը թող հալվի, այստեղ քանի որ պահածոներ, Արքիր, ոչ չկերա։ Կերել ենք, ենքան ա մնացե, 3 հոտ ա մնացե, բա ուր ա։ Ինչ եղավ են, ով կերա։ 14 գունդ եմ արել, մնացել ա 3 հատ, ուր ա։ Ուր ա։ Չես կերել դու։ Ոչ։ Փիսոն տարավ։ Չենի գործի։ Գործի տեղն էլ եմ տարել, այո, բա գործի տեղը չտանեմ։ Ահա, այս կեղևազրկած լոլիկը, հողամասի լոլիկը։ Ջի տնաշն հեսա տակերը տվեց։ Կտրե կերել է։ Կա, չկցեց սող։ Ետ քեզանից չեր սոխով չուզեցիր։ Զակազներ ընդունում ես։ Ինչ զակազ, միշտ պատվեր։ Տեսի։ Թո ուրեմ մեկ այչա խանութ մտա, տաոք հացեր են ստացել,
Մտածեցի, որ տանը հաց չի լինի, բայց սխալվեցի, տանը հաց կա։ Ուրեմն ինչ եմ անում, նախ թողեցի սառեց, այս հացը սիրուն, սիրելի հետևորդներ, փոքրացնում եմ, այս իրա տոպրակով, կապում, այս մեթոդը շատ արդյունավետ մեթոդ է, ես էլի եմ արել, եթե դուք էլ տանը ունեք շատ հացեր, որ մտածում եք չեք կարող ուտել, կհնանա, այսպես կապեք ու դրեք սառցախցիկ, հա, սառցախցիկ, վաղը, եթե պետք լինի կամ երեկոյան, հանում ես նորից նույն թազա նոր հացն է լինում, ավելի համեղ, չմտածեք, որ դնեք սառցախցիկ, ինքը հին է դառնալու ու համ է տալու, այս մեկը գնաց սառցախցիկ, դու ինչ էիր բողոքում այդ տղա, 4 սահատ մնաց է, 14 գունդ էր, Ես էլ վաղը կտենամ այդ հացը թազե, հա, ու կուտես, կասես, որ մաման իրավացի էր, Տազը որն է, հա, տազը որն է, որ ասում եմ մի տազարա նստի, եմ որ սուս, տազը էտ է, լվացքի տազ չէ, եմ որ բերանները ջուր են կտրում, նստում են, այդ է տազը, ժողովրդականա, բարբարա, ինչա, էտ է, ես է հարեցի, տենց լծնը, դե խարնի, իմ ու քո ճաշակները նույնը չեն, Աշոտը սիրմավոր լծնեն խառնեն, ես էլ չեմ սիրում, ես ինչ ճաշակներ են, ում ճաշակնա, խառնեցի, ում ճաշակնա լավ իմ թե քո, խառնած թե կոշտ, բարեր պամիդորով զվազեղս, Ես որ մի դիր, ես թազան եմ ուտելու, չէ, հինը կուտենք նոր թազան, Հինը կուտես նոր թազան ես կուտեմ, Դու հինը կուտես, ես թազան, ես ինչ պամիդորով ձվածեղ եղավ, բա լիլիթ է, սա կգա, ահա, ես էլ պամիդորով ձվածեղ ասած, թավայով էլ դնում ենք, տնական տնավարի, հացը բերեմ, կտրեմ, նստենք հաց ուտենք, ես հին հացը սուխարիկ եմ սարքելու, կարելի է սուխարիկներ անել, Էդի որն է, էդի ոնց է, Համեմունքներ ես լցնում, դնում ես ջեռոցը, չորանմա, խրտ ուտում ես, այն հացերը, որ պաճկայով ծախում են, դրանց նման, տուր դրանից է կտրեմ, տուր իմ տղեն, մտածում այն մաման չի թողի, որ թազա հաց ուտես, եսա, ոնց կարա դες բանում, ես էլ քո թազա հացը, խաթրը չկոտրենք, դες տոպուրը հացս ուտեմ, Վենի դիր ներքևը, որն ես չերևա, ահա, արագ համով սեղանը, կեսորա, այս օրը կեսորա, բայց մեր համար նախաճաշա, չէ Աշոտ, Նայ կողեց աշկս էլի կամերա, Աշոտ, եսի օրը կեսորա, բայց մեր նախաճաշն է, մտածենք կեսորին ինչ ուտենք, Սիրելի հետևորդներ, չհաշված եղանակային վատ պայմանները, ես իմ մեջ ուժ գտա, այսինքն ուժը որն է, հա Աշոտ, Չէ, դու դիր կոֆե, ես բան եմ նկարում, ճաշ եմ պատրաստում, դու դիր խմենք, Լավ էլի, գալի ստենձի քյոլում ես եմ կոֆե դնում, դու դիր, ես էլ Ինչ ես նկար, աշարքում դրա դիմացին, դրա դիմաց սրտիկ, Էդ շարժվող սրտիկը նի, շարժվող սրտիկը որն է, շարժում փող է, սրտիկ, Շարժվող փող, Ես չէի մտածել սիրելի հետևորդներ, հիմա այսպես մոդա է, չէ, սրտիկ են անում, աշնասում է շարժվող սրտիկ, փող է, փողին է, չէ, փող։ Լավ, ինչ որ է, ուրեմն հեսա կդնի Աշոտը կոֆեն, մի հատ ես ցույց տամ, գնումներ եմ կատարել, այս Աշոտիս կատակ է իրանում, Չէ, կատակ չէի անում, 1000 դրամի է այստեղ իմ գնումները, և ես այս
1000 դրամի ինչ որ գնել եմ, պետք է այսօր համեղ ճաշ եփեմ, Աշոտը, Լիլիթը, ես ճաշակենք։ Ովեք Նազոն ինչա բերեմ։ Ինձ մի ծիծաղեցրու, Աշոտի ծիծաղն էլ ա գալի, թե ես ինչ եմ բերել, ուրեմն գնացել եմ խանութ, վերցրել եմ մի հատ գազար, 53 դրամ, կիլոգրամը 300 դրամ, 53 դրամի գազար։ Կանանչու գինն եմ հարցնում, ասում եմ համեմը ինչ արժի, գինը չկա։ Կպցրած, փակցրած գին չկա։ Աշխատողը եկավ ցույց տվեց, ասում եմ ոչ թե գնի համար, այլ ինձ այդ հարկավոր է, որ ես իմանամ, որ իմ 1000 դրամի մեջ տեղավորվեմ, հա։ Ուրեմն 150 դրամ էլ ես համեմներ, ճաշին թարմը կանաչի չգցեմ։ Ինչ թանկ ես աղել, 10 դրամով առնեի։ Թանկա, չէ, կարա իմ կիսել տային, ասեմ կես դաստան տվեք։ Հա ինչ, Ռուսաստանում տենց փոքր կապեր էլ։ Ուրեմն վերցրել եմ հավի կրծքամիս 434 դրամի։ Այս խեղճ աշխատողը այնքան վերցրեց դրեց, ասում եմ ամենափոքրը փողից մեջ պետք է տեղավորվեմ։ Ես 1000 դրամ ունեմ։ Այստեղ նորից կարակ, կշռել եմ տվել կարակ և բրինձ, մեկա մեզ մի խանութից վերցրեցի, այսքան էլ բրինձ, չնայած որ տունը ես ուրա ունեմ պաչկայով բրինձ, բայց ես կշռել վերցրել եմ և անցնում ենք պատրաստմանը, մի հատ նենց համով ճաշ եմ եփելու Աշոտ, մոտները հետը կուտես։ Չէ, ես չեմ ուզում մատերս։ Բայց այս ճաշը Լիլիթը սիրում ա, սիրելի հետևորդներ, ասեմ, որ ես էլ եմ սիրում, Աշոտն էլ նաչարը կուտի բանջա։ Հավի կրծքամիսը դնեմ առանձին խաշվի մի հատ, այդ որ հետո թել անեմ, լուծնեմ ճաշի մեջ, լավ էլ, ահա, լավ էլ մի հատ թոթոլ կրծքամիս եմ վերցրել, լավ ա, իսկական մի հատ հավեսին ճաշ։ Այս կանանչին հո լրիվ չեմ օգտագործելու, սիրելի հետևորդներ, այս ճաշի մեջ մի հատ է կգնա, մի ճուղ, տեսակ ինչքան էկոնոմիա արեցի, բա որ հողամասից ձրի բերեի կանաչին, չէ ենի պտի 50 դրամ թողեի ընդե, մի կանաչին վերցնեի, ես քանը շատ ա ճաշին, ես մեկը քոն է բոն են, Գնայինք ոմելի այդ կնիկ այդ կանաչին երովըտ է։ Այսքան լվանամ ճաշին, ենքան է մեծ են այդ տղա, լրիվ չեմ լվանում, սա սառնարանը պատկերացրեք էկոնոմիա արեցի, ենք կարակս դե, գազարը տանում ենք լվանալու, համեմի հետ մեկ տեղ, բրինձն էլ թոմն արդիր։ Ողորել է, Չեմ լսը, ձեր չեր տալի, այո, ես գնացել եմ, շատ գնումներ պետք չեր, որ կատարեի, ես հազարի կտորներն է տարկցի խամյակին, էտ էլ իրան օգուտ, թողուտի, բա խամյակին էլ կեր, խամյակն էլ սնվեց, Ես սպասում եմ, ինչի, դասարանն է, և ահա սիրելի հետևորդներ, ասանազո էսի շուտ դնել, ջուրը եռած, լցնեմ կացայի մեջ, հետաքրքիր և համեղ ճաշ եմ պատրաստում։ պատրաստ է ճաշը։ Ինձը պետք է լվանամ լցնեմ։
Այդ բանկում Արդեն հավի կրծքամիսը խաշվել է։ Ձե մաքրեմ, այսքանը բավական է։ Մաքուր բրինձ։ Ահա։ Լվանամ ու լցնեմ։ Մի հատ համեղ ավեսին ճաշ։ Լրիվ այս ճաշի պատրաստելու ձևը ուրիշ է։ Ահա, թոսա եռա։ Եվ այստեղ արդեն հավի կրծքամիսը կտրատեմ, եփվել է։ Տենց շատ չեմ ուզում թելերի վերածեմ, հա։ Թող կտորներ էլ լինի։ Տենց մեծոտ։ Կամիսը բրենձի հետ թող եփվի։ Իհարկե սա մի քիչ էլ ջուր կեռացնեմ, իջով անցկացնեմ։ Կարճ եմ ուզում անել, երկար չլինի։ Տեսեք, այսքանն է ավելցավ, այս Լիլիթը կուտի։ Ամեն ինչը ավելանում է, հիմա կանաչին։ Նախապես կտրեմ, պատրաստեմ։ Իհարկե կանաչին վերջում եմ լցնելու։ Աղ եմ լցնում։ Եվ կարակն եմ դնում, ինչ եմ անում։ Կարակը։ Ահա։ Ասել սենց։ Հիմա ինչ-որ կարակ քիչ լինի, պիտի դες առնես։ Չէ, ես քիչ չի, արդեն ես իմ աչքաչափով վերցրել եմ։ Ստեղ քիչ բան չկա։ Հա, ես էլ իմացա այս ճաշը ունա, բրինձով, բան, Հա, կանաչիով։ հա, համով է։ Կուտեմ, անպայման կուտեմ, մատերս էլ հետ է կուտեմ։ Լիլիթ է կուտի, էլը պատծեցի թող գտեն։ Քնել է։ Գաս, հենտը կնունի։ Այ, մամայի մարալը քնել է։ Ասում ինձ կոֆեդի օգնած եմ դե ասում։ Դե ճիշտ է ասում, Ուշ տակը ցավում։ ուշ է եկել։ Մի քիչ էլ ջուր եմ լցնում, եռացրած, որտեվ ջուրը քիչ է։ Կանանչին չէ, բայց գազարը լցնում եմ։ Աշոտի հրամանով գազարը քիչ եմ արել, բայց հələ մի հատ խառնեմ։ Մնաց, որը կափարիչը դնեմ, մի քիչ էլ կրակը կամացանեմ, թող էփվի, աղը կստուգեմ, նոր համեմը կլցնեմ։ Ահա սա էլ սիրելի հետևորդներ, համեղ ճաշը։ Ճաշը էփվում է։ Մի հատ լավ համեղ ճաշ ստացվեց։ Բրինձն էլ է էփվել։ Что ты делаешь? Ճաշ։ Ничего себе! Հա, Какой комар тебя укусила? ինչի Լիլի ջան։ Такие супы не готовишь. Рэй. Редկը Да. այսօր յուրահատուկ օր է։ Համով է։ Տոք է։ Դիրտ է գտալը։ Նոր գտալ տարդիրընդ է, նոր գտալ դիր այնտեղ, որ ես էսա օգտագործեմ։ Այս կանաչին էլ լցնենք։ Մի լավ համեմ։ Что
Եղավ, մամ։ Եղավ Լիլիթ ջան, նայեք։ Անջատում եմ։ Ինչ լավն է։ И последний штрих это выключить. Անջատի։ Да. Это էլ последний штрих-ը։ Շատ լավ է ստացվել, այն որ ոչ տոմատ, ոչ կարմիր պղպեղ, հենց գազարի գույնով։ Բայց ես լցնեմ, մամ։ Երբ եռում էր, այդ կարակը չէր երևում վրան, որ կարակ ենք դրել կամ Նա լցնում։ լցրու։ Դու ջուր ես։ Միս էլ բան արա, լցրու։ Միս, բրինձ, դու մենակ ջուրն ես սիրում։ Համար չեմ տալիս դուք լցնես։ Ես գիտեմ, որ դու մենակ ուզում ես, որ ջրային մասը, ինչքան ջրալի ճաշեր ա լինում, դու մենակ ջուրն ես ուզում։ Ստել եմ 1000 դրամով։ Բոմբի-բոմբա։ Բոմբի-բոմբա։ Լավն է։ Ահա։ Դե բարի ախորժակ։ Գնամ վայել եմ, տենց 1000-ից մեկ ամաման տենց ճաշս սարքում եմ սիրած, ապրես մայրիկս, որ սարքել ես, ժամանակ ունեցար, Էլների, դվարնի քուրիկների, կյոչաների շոն տարացեք, ում ուզում եք, կարավոր տարացեք։ Փոքրել ես լցնեմ ուտեմ, որ հիմա կասեք սենց ճաշերը պատրաստում են հիվանդանոցներում հիվանդի համար, բայց մեկ-մեկ մարդ ուզում է տենց առանց մեկ-մեկ հաճելի է, որ նման անգույն ճաշ ուտեք։ Իրոք շատ համեղ է, գնամ նստեմ ու վայելեմ։ Ահա սիրելի հետևորդներ, սա էլ իմ պատրաստած ջրալի համեղ ճաշը, որը բոլորի դուրն էլ եկավ, իհարկե Աշոտ այս պահին քաղցած չէր, հետո անպայման կճաշակի, իսկ Լիլիթը կարելի ասել իր սիրած ճաշերից է։ Մնացեք, բարի ախորժակ բոլորիդ, բարի գիշեր, դուք էլ ինչ կպատրաստեք, ուրախությունով թող լինի։ Կապ չունի, թե այդ կերակրատեսակի համար դուք ինչքան գումար եք ծախսում։ Կարևորը, որ պատրաստեք մեծ սիրով ձեր ընտանիքի անդամների համար, ինչ էլ կպատրաստեք, թող անուշ լինի։ Բարի գիշեր, կհանդիպենք մի այլ հետաքրքիր վլոգում։ Հաջողություն։